2016-2017 ուսումնական տարվան ընթരാճ ռազմամարզական վարժարանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Սաներն արդեն ստացել են զինվորական համազգեստ։ Այս օրերին նրանց համար անցկացվում են նախնական զինվորական պատրաստության դասընթացներ։ Նախապատրաստություններին զուգահեռ վարժարանում կազմակերպվում է նաև համերգ։ Այս անգամ նրանց շնորհավորելու է եկել «Մենք ենք մեր սարերը» համույթը։ Հարմար ողականության դասընթացներ եք անցկացնում, մոտիկացնում ենք այն իրավիճակին, ինչպիսին լինում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբերից մինչև մայիս ամիսները եւ հանրակրթական դասապրոցեսներ են անցկացվում եւ նախնական զինվորական պատրաստության բաժինների այլ ոլորտների գործառույթները, որոնք անհրաժեշտ են իրենց ուսումնառության ընթացքում։ 2004 թվականից սկսած դիմորդների թվի նվազում է նկատվել, իսկ նախորդ տարի արձանագրվել է դիմորդների ամենացածր ցուցանիշը։ Վարժարանի տնօրինությունը սակայն ուրախությամբ փաստում է, այս տարի բոլորովին այլ պատկեր է, գրանցվել է դիմորդների աննախադեպ աճ, ինչը անշուշտ բացատրական աշխատանքի արդյունք է։ Հունվար ամսից սկսած պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել շրջանների հանրակրթական դպրոցների տնօրենների, զինղեկների հետ, Ստեփանակերտում գործող բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենների, զինղեկների, ինչպես նաև 9-րդ դասարանների դասղեկների հետ։ Կատարվել են փոխայցելություններ նաև ռազմամարզական վարժարան, որի արդյունքում մենք այս տարի ունեցել ենք նախադեպ ունեցող դիմորդների ցուցանիշ 82 դիմորդ, որից 71-ը ընդունել ենք։ Առաջատարը այս պահին Ստեփանակերտ քաղաքն է, գրեթե 55% Ստեփանակերտի դիմորդներն են, այնուհետև Ասկերանի եւ Մարտունու շրջաններն են, եւ այսպես նվազման կարգով գնում է Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջանները։ Այս տարի աճ է նկատվել նաև աղջիկների մասով, 11 դիմորդներից 9 ընդունվել է։ Որից մեկը ես եմ, ամեն դասակում երկուական աղջիկներ, բայց բացառությամբ մերում 3-րդ դասակում 3 աղջիկ։ Առողջական խնդիրների եւ պահանջված շեմը չհաղթահարելու պատճառով 10-ից ավելի դիմորդ մերժվել է ընդունող հանձնաժողովի կողմից։ Ունենք նաև 8 հոգի պայմանական ընդունված, որոնք խոստացել են, որ առաջի կիսամյակում կկարողանան հասնել ուսումնական process-ում մեր կողմից ցանկալի արդյունքների։ Վարժարանի սաները հպարտ են, որ ընտրել են զինվորականի մասնագիտությունը։ Արփինե Ավանեսյանն ասում է, իր ցանկությունը համոզմունք դարձավ հատկապես ապրիլյան պատերազմից հետո։ Ավելի շատ ստիպեցինք առօրյա պատերազմի դեպքերը, որի մեջ ավելի շատ հայրենասիրություն արտնացրեցին եւ ցանկություն ուսադառնալ ռազմական ոստիկան կամ իրավաբան, դեռ կոնկրետ չեն որոշել, բայց նպատակս է նա դառնալ հայրենիքին պիտանի մարդ։ Հայրենասիրական ոգին են ընկերասիրությունը եւ ռազմական ոգին չէի տեսնում, ինչքան այս վարժարանում։ Այստեղ շատ հետաքրքիր անցնում էր առօրյան, կազմակերպում են բազմաթիվ մրցումներ, սպորտային, սպորտ մասսայական մրցույթներ եւ շատ հետաքրքիր անցնում։ Ընտրել եմ սպայի մասնագիտությունը, իմ կարծիքով հայոց աշխարհին հարկավոր են հայ զինվորներ։ Գոհար Ռուստամյան, Բենյամին Ղարախանյան, օր։